Վերջին օրերին խորհրդարանական ընդդիմության մոտ երկրորդ շնչառություն է բացվել եւ հնարավորություն կրկին վերադառնալ փողոց, որտեղ իրենց համար կարևոր օրակարգային հարցերը լուծելու ավելի մեծ շանս են տեսնում, քան խորհրդարանում։ Դժվար չէ կռահել, որ այս անգամ էլ ընդդիմության աչքի չի վրիպել Արցախի հետ կապված հայտարարություններն ու արցախցիների սոցիալական խնդիրները, որոնց քողի տակ փաթեթավորել են սեփական ցանկություններն ու օրակարգը, այն է հասնել այդքան բաղձալի իշխանափոխության։ Հայկական ժամանակի հետ զրույցում քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ասում է, չի հասկանում բարձրացված աղմուկի իմաստը։ Ըստ նրա, մարդկանց սոցիալական խնդիրները մատի փաթաթան դարձնելով փորձում են նրանց դուրս անել փողոց։ Մարդկանց սոցիալական խնդիրները կարելի է մատի փաթաթան դարձնել եւ ել ավելի հեշտ նրանց փողոց անել, սա ակնհայտ է։ Այն որ այդ ուժերը, մութ ուժերը օգտվում են սրանից, դա էլ է ակնհայտ։ Բայց այդ սոցիալական խնդիրների սոուսի տակ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ավելի անվտանգային ռիսկեր են գեներացվում իրենց հայտարարություններով։ Մկրտչյանի համոզմամբ ակնհայտ է, որ այդ ուժերը կառավարվում են դրսից եւ ակնհայտ է, որ Հայաստանում նրանց կուրատորները Քոչարյան-Սարգսյան զույգն է եւ նրանց աշակերտները, Ղարաբաղը լուծարած, Ղարաբաղը դատարկած, հայաթափած գործիչները։ Քաղաքագետի խոսքով նրանք հիմա կուրացիա են իրականացնում, մոլորեցնում, խաբում, միջին վիճակագրական շարքային Արցախցուն։ Պետք է շփվել, պետք է բարձրաձայն արցախցիների հետ երկխոսել, որ չգնան այսպիսի գործողությունների։ Չգնան մի պարզ պատճառով Հայաստանի Հանրապետությունը պետություն է եւ Հայաստանի Հանրապետության ներսում պետության մեջ պետություն ուղղակի չի կարող լինել։ Եվ այդպիսի նկարտումներ ունեցող ցանկացած խմբավոր պետք է հենց բնում օրորոցում խեղդվի ուղղակի։ Որ հակազդեցությունը Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների եւ իհարկե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից շատ կոշտ։ Սա չընդունեն իբրև սպառնալիք, այլ ընդունեն, չգիտեմ, գործող կոչ, իրենց նախազգուշացում ինչու ոչ, չի կարելի այդպես։ Դիտարկմանը թե Քոչարյան-Սարգսյան ճակատում էլ կարծես թե տարաձայնություններ կան առնվազն լրատվական տեղեկատվական դաշտում, Մկրտչյանն արձագանքում է, որ պետք չէ միամիտ գտնվել ու մանրամասնում, թե ինչ նկատի ունի։ Ես խնդրում եմ ձեզ միամիտ չգտնվել եւ այդ բեմականացված թատրոնին ուղղակի չտրվել։ Միշտ եմ ասել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը սիամական զույգեր են, սիամական եղբայրներ են ու հումերվա ընդմիջումները եւ հետընտրական process-ները դրա վառ ապացույց։ Թող որևէ մեկը հեքիաթ չպատմի, որ նրանք հակասություններ ունեն։ Հակասություններ ունենային առնվազն հոկտեմբերի 27-ից հետո նրանցից մեկը մյուսի առաջ մատաղ կարվեր քաղաքական իմաստով այս բառի։ Հակասություններ ունենային մեկի գործը առնվազն Սերժի կառավարման տարիներին կբացահայտվեր։ Հակասություններ ունենային մեկը մյուսին այսքան չէին պահի։ Հակասություններ ունենային օրինակ կհարգեին Մարտուն Գրիգորյանի հակասությունները Վարդան Ղուկասյանի հետ։ Եթե անգամ Հայաստանի Հանրապետությունում նրանք ունեն տարընկալումներ, տարընթերցումներ գործողությունների մասով, ապա Հայաստանի Հանրապետությունից դուրս, որտեղից որ կառավարվում են ըստիս, նրանք այդ հակասությունները մի կողմ են դնում։ Քաղաքագետը միաժամանակ նկատում է արցախցիները դուրս են եկել փողոց բացառապես իրենց գրպանային հարցերը լուծելու համար աջակցության ծրագրերի եւ բնակարանային ապահովության ծրագրի բարելավման պահանջով, ինչը սակայն որոշ ուժեր ու շրջանակներ օգտագործում են հետապնդելով միայն մեկ նպատակ։ Նպատակը մեկն է, Երևանը դարձնել Ստեփանակերտ, հնարավոր բոլոր միջոցներով քերել Հայաստանի Հանրապետությունից այն ամենը, ինչ հնարավոր է քերել, չստանալ քաղաքացիություն, չընդունել քաղաքացիություն մի քանի պատճառներ հիմքում դնելով, օրինակ զինված ուժերում չծառայել, Հայաստանի Հանրապետության տարածքից հետագայում դուրս իրենց կյանքը պատկերացնել, փախստականի կարգավիճակով որևէ եվրոպական երկրում, առհասարակ արտոնյալ դիրք հանրության շրջանում զբաղեցնել, սա այս process-ը փողոցան։ Իրանց փողոց հանողներին կամ իրենց կառավարողներին, կուրատորներին այդտեղից այդ նրանք դայչեցվել։ Հնարավորինս դեստաբիլիզացնել Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական կյանքը։ Հնարավորինս ճակերտավոր դասականի օրինակով միջև քուքը մաշեցնել։ Հերթական հայրենիքի փրկության շարժումն է, հերթական տավուշը հանում Հայաստանի կամ չգիտեմ ինչպես է կոչվում, այդ շարժմանը նմանվող շարժումը որևէ արտառոց բան չկա։ Արտառոցը միայն այստեղ նայել ինչպես մարդիկ քաղաքական իրենց հայտարարություններով Հայաստանի Հանրապետության ուղղությամբ վտանգներ են գեներացնում։ Սա ամենավտանգավորն է ամեն ինչի մեջ։ Թե նրանք հավաքվել են, բողոքում են։ 5 օր կբողոքեն, 10 օր կբողոքեն, 11-րդ օրը ցրվեն գնան տանելով չայել։
Քաղաքագետը նկատում է հայրենիքի փրկության հերթական շարժումն է, սցենարը նույնն է, սցենարիստը նույնպես եւ այդ ճանապարհին ամեն ինչ պետք է սпасել, ամեն ինչի պետք է պատրաստ լինել։ Ամեն ինչի պետք է սпасել, ամեն ինչի պետք է պետությունը եւ հատկապես ուժային կառույցները պատրաստ լինեն։ Ամեն ինչի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո Ղարաբաղյան կլան տեսած երկիր է։ Այդ Ղարաբաղյան կլանի կառավարման տարիներին Հայաստանի Հանրապետությունը բավականին փշոտ եւ արունալի ճանապարհ է նաեւ անցել։ Ղարաբաղյան կլանը վերադառնալու հույսեր ունի կամ գոնե փայփայում է նման հույս։ Եթե չփայփայեր արցախցիներին իր ձեռքին գործիք չէր դարձնի։ Այստեղ կարող ենք մի բան հստակ արձանագրել։ Նրանք արցախցիներին բնավ իբրև էլեկտորատ 2026-ին ընթരാճ չեն դիտարկում, որովհետև քիչ առաջին բերած վիճակագրական տվյալները այլ բանի մասին էին խոսում։ Դամենը 7402 քաղաքացի Հայաստանի Հանրապետության առայժմ քաղաքացիություն մասսայաբար չեն ընդունում, այսինքն նրանք Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք չունեն 2026 թվականին։ Նրանք ուղղակի Հայաստանի Հանրապետությունում խնդիր են դրել իրենց առաջ ներքաղաքական կյանքը հնարավորինս դեստաբիլիզացնել եւ այդ դեստաբիլիզացնելու արդյունքում սпасել դրսից ազդակների, այո, հայ-ադրբեջանական սահմանին որևէ արկածախնդրության Ադրբեջանի կողմից։ Հարցին թե ինչ նկատի ունի վերջինս դրսից հրահանգ ստանալ ասելով եւ որ պետության մասին է խոսքը, Մկրտչյանն արձագանքում է, որ Ռուսաստանը արցախցիներին, որոնց տեղահանել է Ադրբեջանի հետ միասին, հիմա օգտագործում է Հայաստանի Հանրապետության դեմ բութ գործիք դարձնում Հայաստանի Հանրապետության գլխին հարվածելու համար։ Քաղաքագետի համոզմամբ Արցախահայությունը Ռուսաստանի փամփուշտակալում դրված փամփուշտ է եւ փորձում են կրակել։ Արդյոք փամփուշտը ճիշտ նշանակետին կդիպչի թե ոչ, ըստ Մկրտչյանի ժամանակի ու տեխնիկայի հարց է։ Բռնի տեղահանված փախստականներին ուղղակի աշխատեցնում, ուղղակի մոլորեցնում են, խափում են, փողոց են անում։ Ինչպես քիժեք ասեք, ուղղակի պետք է արցախցիներին հորդորել եւ կրակի հետ չխաղան, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համբերությունն է բաժակում։ Այդ համբերության բաժակը դասվելու վրա է։ Ես ամենին պատասխանատվությամբ եմ ասում։ Ես ասում եմ, սա մարդկանց հետ ամենուր շփվելու, չի կարելի է սպասուղակի։ Հասկացա։ Լավ օրից չի, որ նրանք այս օրին են հայտնվել, բայց իրենք էլ ունեն իրենց մեղքի չափաբաժինը, իրենք էլ ունեն իրենց մեղավորությունը, պետք է գիտակցել, պետք է վերլուծել։ Պահանջներ են ձևավորում քաղաքական, այդ պահանջները պետք է երկրի ռազմաքաղաքական ղեկավարության եւ պետական ինստիտուտների հետ համաձայնեցնել։ Խոսելով արցախցի երևանցի տարանջատման արհեստական բաժանումների ու միջանձնային լարվածություն հրահարելու մասին քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ասում է. Արցախցի երևանցի տարանջատումը մենք չէ որ դրել ենք եւ այնպես էլ չէ որ մեզ դուր է գալիս այդ երևույթը։ Այդ արցախցի, հայաստանցի, ղարաբաղցի, հայաստանցի տարբերությունն ու բաժանումը, եթե ուզում են, չէ բաժանի հիմնական ծնարանը գտնել, թող գնան Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներ այն կայր համարները հիշեն մեքենաների։ Իսկ ինչ վերաբերում է բաժանում մտցնելուն, էլի եմ ասում, պետք է անաղուհաց քուրդ լինել։ Այս երկիրն ու այս պետությունն ու այս ժողովուրդը 120,000 մարդու իր գլխի վրա տեղատվել։ Շարունակում է իր վճարած հարկերից այս մարդկանց սնել, կերակրել, պահել, փայփայել, հույս տալ, երիքում բոլ եղավ։ Ինչի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քիչ են արել, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիզի տարանջատում են դրել, ամոթները լավ բան, պետք է ուղղակի գնալ երաբերում այդ տղեկի շիրիմների առաջ չոքեչոք ներողություն խնդրել։ Այստեղ որևէ մեկ այդպիսի տարանջատում ներազգային ինչ-որ պարակտում չի մտցնում, քավլիցի։ Իրենք են ուզում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից իրենց սոցիալական եւ այլ խնդիրներով պայմանավորված առանձնանալ ու արտոնյան դիրք զբաղեցնել։ Իսկ ես ասում եմ, որ այդպես չի կարելի։ Այստեղ էլ են մարդիկ ապրում։ Այստեղ ապրող քաղաքացիներն էլ ունեն սոցիալական դժվարություններ եւ խնդիրներ։ Այստեղ ապրող միջին վիճակագրական երիտասարդն էլ ուզում ամուսնանալ, ընտանիք կազմի ու բնակարանային ապահովության ծրագիր իր համար գործի։ Հարություն Մկրտչյանի խոսքով պետությունն Արցախահայության համար ամեն ինչ անում է, ըստ նրա չկա մի երկրորդ պետություն, որ կարողանա 120,000 բռնի տեղահանվածի փախստականի սոցիալական խնդիրները կարճ ժամանակահատվածում մեղմել, բնակարանային ապահովության խնդիրը լուծել, ծրագիր առաջարկել եւ ի վերջո այնպես անել, որ առնվազն նրանք վրանային ավանում չհայտնվեն։ 90-ական թվականներին օրինակ Աղդամ քաղաքից եւ Ֆիզուլի շրջանի տեղահանված ադրբեջանցիները Բաքվի Արվարձանում վրանների տակ էին հիշերում։ Երևանում փառք Աստծո արցախցիների պատվով Հայաստանի Հանրապետությունը եւ նրա քաղաքացիները կարողացել են դիմավորել, կեցավայրով ապահովել, ամենամսյա վճար հատկացնել, որպեսզի իրենց կեցավայրի խնդիրները եւ տարրական սոցիալական խնդիրները լուծեն։ Եթե ժողովրդական լեզվով ասեմ, կարճ ասած, գտնելիս վրա տեղ են տվել։ Քաղաքագետը վերահաստատում է պետությունը հնարավորինս ամեն ինչ անում է արցախահայության սոցիալական խնդիրները լուծելու համար, սակայն նրանք էլ պետք է փոխադարձաբար ընդունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հարկերից գոյացող օգնությունը հավերժ չի կարող լինել։